Սահմանամերձ ներքին Կարմիր աղբյուր տանող ճանապարհի երկայնքով սփռված պոլիէթիլենային այս տոպրակները սրբերին ուղղված երազանքներ չեն, որ մարդիկ թաշինակների փոխարեն կախում են ծառերից։ Դրանք աղբ են, որ քամին է բերել բոլոր կողմերից։ Դաշտերում եւ գյուղի մեջ վազող շները հաճախ են դառնում ադրբեջանցի դիպուկահարների թիրախ։ Նրանք զվարճանում են։ Իրեն զվարճանալ չի կարող թույլ տալ այս փոքրիկ գեղեցկուհին։ Պապիկի հետ նա աշխատում է հողի վրա, սակայն այդ պահին նա պետք է լիներ մանկապարտեզում։ Ի վիճակի չի թե պարտեզի, մանկապարտեզի, հա խմուծի, որ իր երեխեն մանկապարտեզ գնա։ Շարյան ազգանունը տարածված է ներքին Կարմիր աղբյուրում, սա գյուղ է հենց շարու փորձանքի քթի տակ։ Տեղացիները հաճախ այլ գյուղերի վրա արձակվող կրակոցներն են լսում ու սարսափում, թե երբ հերթը կհասնի իրենց։ Թորնիկներից վերցնեմ ուր փախչեմ։ Ուր քնա։ 10-ամյա Հայկը երազում է ունենալ մայրաքաղաքի նման մի հայրենիք, որի վրա ոչ ոք չի կրակի։ Հայկի տան վրա ադրբեջանցիները կրակել են, երբ ինքը քրոջ հետ տանն էր, փամփուշտները պահպանվել են։ Մեր տոնը 3 պատրոն կա։ Մեկը տրանսիրը պատերն է տվել, մեկն էլ նես տրանսիր չին քույրիկի վրա երկու։ Ոնց քույրիկին կրակել են։ Հա, բայց չի գլխով գնացավ։ Հայկը գիտի, թե որտեղից են կրակում ադրբեջանցիները, ինքը դպրոցում սիրած աղջիկ ունի, իսկ ադրբեջանցիները կրակում են նաև դպրոցի վրա, հավանաբար եռագույն դրոշին են նշան բռնում։ Մանկապարտեզը սկսած մինչև թոշակառու գեներալը։ Գյուղապետը նկատի ունի գյուղացիների հերոսությունը, թե ինչ պայմաններում են ապրում նրանք, իսկ գյուղացիները խոսում են, թե ինչպես են նախագահային ընտրությունների ժամանակ քաղաքից գալիս ու փորձում կաշառել իրենց Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար։ Ես ոչ եմ ունել։ Յետիներ վերելունամ ես չնամի մուզած ենք ընտրել։ 76-ամյա այս կինը ապշում է, երբ իմանում է, որ երկրի ղեկավարը կրկին Սերժ Սարգսյանն է, չի հասկանում, ինչպես գյուղի նորվեգացիներն են օգնում, ինչու է նախագահ դառնում մեկ ուրիշը։ Բայց Սերժը հետ բարի եղնիկ է, այս գյուղը մտիկ անի էլի։ Ներքին Կարմիր աղբյուրում շատ են ռմբակոծված բնակարանները եւ փչացած տեխնիկան։ Վերջին նվիրատվությունը մի քանի ամիս առաջ տրակտորի տեսքով արել է Գագիկ Ծառուկյանը։ Գյուղացիները գիտեն, թե ում տանն է տրակտորը, բայց դեռ չեն տեսել։ Մհեր Արշակյան, IPV։